Երբ ոստիկան քաղաքացի համագործակցությունը տեղին ու ժամանակին է, հանցավորը չի հասցնում ճակերտներում ասած հերոսությունը ավարտին հասցնել։ Շուտով դրանում կհամոզվենք։ Սկսենք ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որտեղ օրերս գիշերվա ժամը 5-ին ահազանգ գրանցվեց։ Քաղաքացու հայտնածը նույնությամբ հաղորդվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցված եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում ճակերտավոր ասած հերոսները այս անգամ էլ վաստակը չկարողացան մարսել։ Հերթապահ քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու բարեկապահակետային ծառայողները հաղորդումից րոպեներ անց Անդրանիկի փողոցի 97 շենքի հարևան բակում էին։ Ըստ ստացած տեղեկության, հանցագործությունը կատարվել էր հիշյալ շենքի բակում, մի անզգույշ քայլ եւ հանցավորները կճողոպրեին։ Ոստիկանների մասնագիտական հնարքը ապահովեց նրանց գործի 100%-անոց արդյունքը։ Բակ մտնելուց անջատված փարոսիկները ապահովեցին նրանց աննկատ մուտքը։ Բակում իսկապես կար մեկը, որ գլուխը կախ իր գործին էր, անվադող էր նորոգում, բայց այդ դերը երկար խաղալ չկարողացավ։ Մտնելով բակ նկատեցինք մի երիտասարդի, ով քանդում էր ավտոմեքենայի անվադողերը, նկատելով մեզ նա անմիջապես դիմեց փախուստի, այդ ընթացքում նրան միացավ եւս մեկ երիտասարդ, մենք նրանց հետապնդեցինք, մի քանի բակ այն կողմ բռնեցինք եւ գողության կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայրից բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեց նաև այս մեքենան, որ ըստ նախնական տվյալների պատկանում էր փախուստի դիմացներից մեկին։ Քաղաքացու ահազանգը ոստիկանություն այս անվադողերի գողության վերաբերյալ էր, որոնք հայտնաբերվեցին բերման ենթարկված Հայկ Ղարագյոզյանի մեքենայում։ Հենց Հայկն էր, տեսնելով փախչող գործընկերոջը, միացել նրան։ Կատարվածի մեջ իր դերակատարման մասին Երևանի բնակիչ 23-ամյա երիտասարդը այսքանն ասաց. Նպատակը եղել անելը ոչ էլ բա։ Դարձյալ Երևանաբնակ 22-ամյա Արծրուն Խաչատրյանն է, իր ասելով գողությունը նախաձեռնողը։ 3 հատ քանդել է, 4-ն է քանդում ու նկատեցին։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին նաև նրանց գործիքները, որոնք առգրավվել, փաթեթավորվել եւ ուղարկվել են ապրանքագիտական փորձաքննության։ Ժամանակին ոստիկանությունը հազանգած քաղաքացու եւ ոստիկանների արագ արձագանքման արդյունքում փրկված անվադողերը վերադարձվել են տուժողին։ Գողության փաստով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է։ Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը, բացահայտվել է գողության 14, խարդախության 16, ապօրինի ծառահատման 1, կողոպուտի 2, խուլիգանության 3 եւ յուրացման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1, խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 3-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 20-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Դեկտեմբերի 15-ից մինչեւ 21-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 97 տրանսպորտային միջոց, որից 45-ի վարորդը առանց համապատասխան թույլտվության խլացուցիչը վերասարքավորել էր բարձր ձայնով երթևեկելու համար։ 45-ի վարորդը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 52-ը առանց համապատասխան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար։ Դեկտեմբերի 23-ին Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Skype-ի հասցեն Police հարցեր կարելի է ուղղել նաև press-please.am քարտուղարություն-please.am էլեկտրոնային հասցեներին։